Կառավարության հարգելի անդամներ, մեծարգո պարոն վարչապետ, վերջերս դուք արժանացել եք Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին, ին նշանավորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, նաև ԱՄՆ նախագահի կողմից, Դոնալդ Թրամփի կողմից հրավեր եք ստացել նաև խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, ինչը սիրով և պատասխանատվությամբ ընդունել եք։ Գրում են նախընտրական շրջանին և նշում են, որ դա պարզապես նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ Ես այնուամենայնիվ կուզեի, որ դուք խոսեիք այս մրցանակի և հրավերի մասին և դա ինչով է կարևոր մեզ համար և արդյոք դա ի վերջո ինչ գաղտնիք կա, ինչպես եք դուք հաջողացնում այդքան այսպես միջազգային նաև մակարդակում նպաստել նախընտրական քարոզարշավին։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Արդյունք պատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար, նախ նկատեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք չունեն մասնակցել Հայաստանում նախընտրական կառավարության և ընդհանրապես քաղաքական կյանքին։ Եվ հետևաբար այն, ինչ դուք նկարագրում եք, մեր միջազգային հարաբերությունների օրակարգին է վերաբերվում և իհարկե այն ինչ որ մենք արել ենք միջազգային մեր հարաբերություններում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն որդեգրելուց հետո եւ դրա արդյունքում թերևս ամեն ինչի մասին այս ամբիոնից խոսել ենք, եթե ոչ այս ամբիոնից գոնե հրապարակային, ճիշտն ասած մտածում եմ ինչ կարող եմ ավելացնել ձեր հարցինի պատասխան, անկեղծ եթե ասեմ, որևէ բան չեմ կարող ավելացնել, քան այն ինչ որ նախկինում ասել եմ այս ամբիոնից կամ ասել եմ հրապարակային